Լինոց-Մինդայում անցկացվեց դպրոցական սպորտային օլիմպիադա մինի ֆուտբոլում։ Միջոցառմանը մասնակցեցին քաղաքի և շրջանի տարբեր դպրոցների աշակերտներ, նպատակ ունենալով զարգացնել մարզական ոգին, թիմային աշխատանքը և առողջ կենսակերպի նկատմամբ հետաքրքրությունը։ Մոգեսալմებით მივესალმები ჩვენ რაიონის სპორტის საზოგადოებას. დღეს საერთოდ დღეს კი არა, საერთოდ Բարև ձեզ, շնորհավորում եմ մեր շրջանի մարզական հանրությանը։ Այսօր իսկ ընդհանրապես Լինոց-Մինդա քաղաքում անցկացվում է աշակերտների միջև մարզական օլիմպիադա։ Մրցույթները տեղի ունենում տարբեր մարզաձևերով, այդ թվում ֆուտբոլով։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կրթության նախարարությանը եւ մունիցիպալիտետին այս գեղեցիկ մարզական միջոցառման կազմակերպման համար։ Ես Գանձայի թիվ 1 հանրային դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն եմ եւ հույս ունեմ, որ իմ սաները հաջողությունների կհասնեն մարզական ցանկացած ուղղությամբ։ ჩემი შეგირდები წარმატებებს მიაღწევენ ნებისმიერ სახეობაში სპორტის։ Մրցույթին մասնակցեց շուրջ 20 դպրոց, խաղերն անցան առողջ մրցակցային միջավայրում, բարձր տրամադրությամբ եւ արդար մրցավարությամբ։ Յուրաքանչյուր թիմ ձգտում էր ցուցադրել լավագույն պատրաստվածությունը եւ արժանապատիվ պայքար մղել հաղթանակի համար։ Այսօր մեկնարկել է դպրոցական օլիմպիադայի փուլը, այսօր տեղի ունենում մինի ֆուտբոլ է, ներկայացնում ենք Գանձայի համար երկրորդ դպրոցը, մեր թիմը լավ պատրաստված է, հույսով եմ կհաղթենք, իսկ եթե չհաղթենք, ոչինչ, կարևորը մասնակցությունն է, ցանկանում եմ ուժեղագույնը հաղթի։ Միջոցառումը կազմակերպված էր Լինոց-Մինդայի մունիցիպալիտետի կրթության եւ սպորտի բաժնի աջակցությամբ։ Մասնակիցներն ընդգծեցին, որ ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով, սկսած խաղատաշտի պատրաստությունից մինչև մրցումների ընդհանուր համակարգում։ Այսօր անցկացվում է դպրոցական սպորտային օլիմպիադա մինի ֆուտբոլում, որտեղ մասնակցում է 20 դպրոց։ Մրցույթը կազմակերպված է շատ լավ մակարդակով եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման միջոցառում անցկացնելու համար։ Օրվա ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով եւ մեդալներով։ Մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին նման գեղեցիկ եւ օգտակար նախաձեռնության համար, վստահ լինելով, որ նման մրցույթները խթանեն դպրոցների ֆիզիկական զարգացման եւ մարզական դաստիարակության գործում։